Ախտորոշման փուլն ավարտված է, ամենախոցելի ոլորտներն ընտրված։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանում է խաղի նոր կանոններ։ Առաջին խստացումներն ու փոփոխությունները կսկսվեն մսամթերքի ու հացի շուկայից։ Կառավարության հաստատումից հետո պարտադիր անցում կլինի մսի սպանդանոցային մորթին։ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով ձեռքբերումների համար պարտադիր է սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը։ Հնարավորություն կտա մեր սպառողներին երաշխավորել անհամեմատ անվտանգ մսի, մսեղիքի ձեռքբերումը։ Պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու փուլային գործընթացը կշարունակվի ներառելով մսամթերքի շուկայի բոլոր խաղացողներին։ Այսօր գործող 13 սպանդանոցները բավարար չեն, մարզային մի շարք համայնքներում սպանդանոցների կարիք կա։ Արդեն ունենք բավականին ցանկացողներ, ովքեր մինչև 2018 թվականի մարտի 1-ը արդեն իսկ ցանկություն են հայտնել սպանդանոցային ծագման միս վաճառել։ Սպանդանոցային մորթին անցում կատարելուց բացի խիստ վերահսկվելու է նաև մսի ու հացի տեղափոխումը։ Կենցաղային օգտագործման մեքենաներով սննդամթերքի տեղափոխումը կարգելվի։ Սկզբնական փուլում նախատեսվում է մսի տեղափոխման եւ հացամթերքի տեղափոխման տրանսպորտային միջոցների նկատմամբ պարտադիր սանիտարական անձնագրերի կիրառման պահանջը, որը հնարավորություն կտա բացառելու ոչ սանիտարական պայմաններով կամ ոչ համապատասխան պայմաններով մսի տեղափոխումը։ Սանիտարահիգենիկ անձնագրերի ձեռքբերման վերջնաժամկետը Երևանում օգոստոսի 1-ն է։ Մարզերում կհրապարակվի կառավարության հաստատումից հետո։ Վարակիչ կամ հիվանդ մսամթերքը հետագծելիության սկզբունքով բացահայտելու համար էլ կներդրվի կենդանիների հաշվառման եւ համարակալման համակարգ։ Մարիաննա Դանիելյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։